Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 10-ի համար։ Օրը 5-շաբթի է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Կանխատեսումը կարող եք նայել և արևային, և լուսնային, և ձեր ասցենդենտի նշանով։ Օրինակ, ձեր արևային նշանով ընդհանուր ֆոնը կարող եք նայել, լուսնային նշանով միայն կարող եք էմոցիաները նայել, թե ինչ էմոցիաներ այնտեղ կարող եք ունենալ, իսկ ասցենդենտը դա նա է, թե մարդիկ ձեզ ինչպիսին են տեսնում, թե այդ օրը ձեզ կարող են տեսնել կռվարար, շատ ծախսող եւ այլն, հա, ինչ որ նման որևիցե մի բան, կամ ինչ որ մի բանի մասին անհանգստացող, բայց ընդհանուր ֆոնը դրեք արևային նշանի վրա, հետո նոր լուսնայինը, որովհետեւ դա էմոցիաներն են։ Եթե արևայինով էմոցիաներ կան, բայց լուսնայինով չկան, հավանականությունը շատ մեծ է, որ դուք արևայինով էմոցիաներ չունենաք, եթե չկա լուսնայինով։ Դե 90-10, կարելի է այդպես ասել։ Իսկ հիմա գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 10-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որոշ գործեր կարող են մնալ, չեք հասցնում կարծես թե ավարտին հասցնեք։ Նաև օցեր կամ բամբասանք կամ ձեր մասին կարող են բամբասել, կամ ձեր շրջապատում բամբասեն, դուք լսեք։ Նաև գործնական խոսակցություն, գործնական հանդիպում որևիցե մարդու հետ եւ իհարկե հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 10-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը գումար կարող եք ստանալ, նաև տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, հնարավոր է ուղղակի ինչ որ հարցեր են, որոնք որ տան հետ կապված է պետք է լուծեք։ Եթե առիթ է, կարող գնում եք նաև։
Ինչ որ մեկից կարող եք հեռվանալ կամ ինչ որ բանից կարող եք հեռվանալ, ինչ որ մի բան կարող է նաև գնալ ձեր կյանքից ավարտվի եւ գնա կամ ուղղակի ինչ որ մեկը թեկուզ ժամանակավոր, բայց կարող է այստեղ բաժանում է, այդպես է կոչվում։ Նաև ինչ որ մի բան այդ օրը ձեզ կերջանկացնի, որևիցե հաջողություն կունենաք այդ օրը, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են գալ եւ հանդիպում, շփում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 10-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչե գործեր կարող են մնալ, չեք ավարտում, չեք վերջացնում, նաև ոչե գաղտնիք կարող է բացահայտվել եւ ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, գնալ հարցազրույցի, գնալ նաև պետական աշխատողի հետ հանդիպման, նաև շատ պատվերներ ունենաք կամ բիզնես բացեք, զբաղվեք ձեր գործերով այդ դեպքում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 10-ին։ Հարգելի խեցգետիններ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաև հանդիպում, շփում ընկերոջ հետ, ընկերուհու հետ, որոշ գործեր կանեք, կավարտեք այդ օրը։ Հույսով եք, որ ինչ որ մի բան չի գնալ ձեզանից, կարող է չեք հասցնում, ինչ որ նման ինչ որ մի բան է, որը որ շատ անկայուն գործ է, դա կարող է գնալ եւ հույսով եք ոնց որ դա կմնա ձեր կողքին չի գնա։ Այդպես կարելի ասել։ Կամ հույսներ դելեք դրա վրա, որ չգնա, անեք, որ սպասի եւ այլն, հա, ինչ որ մի բան է։ Եվ ինչ որ մի բան էլ նաեւ կանգնած է այդ օրը ձեզ մոտ։
կամ հա ոնց որ ինչ որ բան ոնց որ դանդաղում է չկա, որի հիմքում որից նաև պետք է ինչ որ ոնց որ մարդը պատվեր է ընդունում եւ օրինակ ինչ որ մի բան մի դետալ է պակասում, սպասում է որ այդ դետալը գա, բայց այդ դետալը այս պահին կանգնած է, չի գալիս եւ նա հույս ունի, որ ոնց որ հաճախորդին չեք կորցնի, կարողանաք այդ գործը անել տալ։ Նմանատիպ ինչ որ մի բան է, ամեն մեկը պետք է իր կյանքի ոլորտին վերագրի։ Եվ գործերը կանեք կավարտեք, հարցերը կլուծեք կվերջացնեք, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև ինչ որ մեկը հենց ինչ որ մի բան միևնույնն է ձեր կյանքից կգնան կամ դուք կհանեք կամ ժամանակավոր, նաև սուտ կա այդ օրը եւ որևիցե իրադարձություններ, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև վերջի մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 10-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում, կարծես թե այն, որ յուրաքանչյուր ամիս ինչ որ գործողություն է կատարվում ձեզ մոտ, եւ հիմա էլ եկել է ժամանակը, որ այդ գործողությունը անեք եւ փոքր նեղվում եք։ Կարող է դա է, կամ հիասթափվում եք, կամ մտածում եք, այլի եկավ այս վճարման ժամանակը եւ այլն։ Նաեւ ինչ որ մի բան կանգնած է ձեզ մոտ, ինչ որ մի բան դանդաղում է, կամ դուք կարող եք գնալ ինչ որ միտեղ երկար մնալ, նաև դա կարող է լինել, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ ինչ որ մի բան նաև կգնա ձեզանից, ինչ որ մեկը կարող է գնալ, ժամանակավոր բաժանում է սա նշանակում, եւ որոշ հարցեր կլուծեք, կավարտեք այդ օրը։ Կվերջացնեք, կլուծվեն որոշ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 10-ին։
Հարգելի կույսեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, ինչ կանեք։ Օրվա ընթացքում նաև կարող եք վիճել, կարող եք նաև ուղղակի տուն մաքրել, հյուր ունեք, կամ դուք կգնաք, կամ ձեր տուն կգան, հանդիպում, շփում ձեզ համար շատ հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ։ Ոչ է նամակ կարող եք ստանալ, նամակագրական կապի մեջ լինել ինչ-որ մեկի հետ, նաև փաստաթուղթ փաթեթ կարող եք ստանալ։ Նվեր նույնպես, կամ դուք եք տալու, կամ ձեզ են տալու, այս դեպքում հյուրը կարող է ուղղակի քաղցրավենիք է բերում ձեր տուն, կամ դուք կարող եք տանել։ Նաև ինչ-որ մի բան է կամ կանգնած, կամ դանդաղում է, կամ դուք կարող եք գնալ ինչ-որ մեկի մոտ մնալ երկար, եւ որևիցե քայլ անելուց առաջ կանգ առեք, լավ մտածեք, հետո նոր այն արեք, որպեսզի չշտապեք եւ սխալներ չանեք։ Եվ ինչ-որ մի բան կարող է գնալ ձեր ձեռքից այդ օրը։ Ինչ-որ անկայուն գործ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 10-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հաջողություն ունեք ինչ-որ մի հարցում, նաև գումար կարող եք ծախսել կամ գումարի մասին կարող եք ինչ-որ մի բան լսել, իմանալ, նաև հանկարծակի լուր կարող եք լսել, գումար կարող եք ծախսել, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է հետևեք կամ ինչ-որ մի բան եք իմանում ժամի հետ կապված, ժամանակի հետ կապված, այդպես ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, գումար կարող եք ստանալ, կարծես թե ինչպես ստանում եք, այնպես գնում է, եւ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից ժամանակավոր հեռացում, դա կարող է ոնց որ տան վճարն է, վճարում եք, ժամանակավոր նա այլևս ձեզ չի անդրադառնում, չեք անդրադառնում դրան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 10-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք, նաև նորություն այդ օրը կարող եք լսել, գաղտնիք կարող է բացահայտվել և որոշ իրադարձություններ, որոնք որ ձեզ հետ տեղ են ունենում յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս տեղի կունենան ձեզ հետ, կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունները կարող են ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 10-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուրախ կլինեք ինչ-որ մի հարցում, կարող գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, տրամադրությունը կարող բարձրանալ այնտեղ, որտեղ որ մնալու եք, նաև սուտ կա, այդ օրը ուշադիր եղեք, կարող է դրա համար եք երկար այնտեղ մնում, ինչ-որ մի բան կարող է դանդաղել, ինչ-որ մի բան կարող է կանգնել, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, և սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բանի, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք կարող են սիրո խոստովանություն լսել կամ իրենք անեն, ձեզ լավ կզգաք, այստեղ հնարավոր է սպասում եք, որ հիվանդանոցից դուրս գրվեն, սպասում եք անալիզների պատասխանին, որը որ մեկ ամիս է հանձնել էիք, նաև կարող է այստեղ ամեն ամիս գնում եք բժշկի, այս անգամ գնում եք, սպասում և շատ լավ եք ձեզ այնտեղից զգում, որ ինչ-որ պատասխանը լավն է, ձեզ գոհացնում է պատասխանը, նաև այդ օրը ինչ-որ գործեր կանեք կավարտեք, ինչ-որ հարցեր կլուծեք կվերջացնեք և իհարկե ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, ոմանք սիրային եռանկյուն հարաբերություններ և եթե բժշկի մոտ գնում եք յուրաքանչյուր ամիս և այս ամիս ինչ-որ ձևով լավ եք դուրս գալիս, ապա հավանականությունը մեծ է, որ սա հղիություն է և ինչ-որ մի բան կա այնտեղ, երեխայի սերն եք իմանում, կամ հենց հղիությունը, ինչ-որ մի բան է, որը մարդը գաղտնի գործողություններ է անում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 10-ին։
Հարգելի այցեղջուներ, այդ օրը բամբասանքներ կամ կլսեք, կամ կբամբասեն, կամ այդ հայացքները կնկատեք օձերի եւ կարող եք նեղվել կամ ինչ-որ մեկից հիաս թափվել եւ դա կարող է ձեզ ցավ տալ, բայց ասեմ, որ այդ ցավը, այդ ամեն ինչը, որ եթե թողնեք, դուք ունեք նաեւ մյուս կողմից հաջողություն, որ եթե բանտաշ դնեք այդ ցավին եւ այդ օձերին, ձեզ մոտ կփոխվի, ինչ որ կզբաղվեք ձեր հաջողությամբ, այն հաջողությունը, որը կունենաք։ Եվ որից է գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 10-ին, ապրիլի 10-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը գումար կարող եք ստանալ, նաև որից է գաղտնիք կարող է բացահայտվել, ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի կամ ձեր տանը կամ պետք է գնաք ինչ-որ մեկի տուն հյուր եւ այնտեղ առիթ է, նաև տան հետ կապված որից է հարցեր են, որոնք որ պետք է անեք, կարգավորեք։ Հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ եւ որևիցե նորություն այդ օրը կլսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 10-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում ունեք, նաև կարող եք հանդիպել ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, տարբեր են եւ ընկերոջ հետ, ընկերու հետ առանձին հանդիպեք, ինչ որ մեկի հետ առանձին։ Ոմանք գումար կստանան, նաև այդ գումարը կարող եք ծախսել։ Կարող եք նաև այդ մարդու հետ խոսել ուղղակի գումարի մասին կամ արժեքի մասին։ Մի խոսքով գումարը գալու է, բայց թե հետո գումարի մասին կխոսեք, թե կծախսեք, արդեն օրը ձեզ ցույց կտա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։